Այսպես հարմար տեղավորվեմ, ողջույն սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք, սրտիկներս, ողջունում եմ բոլորիդ, կրկին ու կրկին շնորհավորում եմ, այսօր էլ մեր տոմարով 5 նոր տարին է, շնորհավորում եմ բոլորիդ ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ աշխարհին լինի խաղաղություն, մեր սահմանում կանգնած տղաներին լինի խաղաղ, անփորձանք ծառայություն, որ բարով վերադառնան, հասնեն իրենց ընտանիքներին ու ուզում եմ իմ շատ խորին երախտագիտությունը հայտնել նրանց, քանի որ այսօր մենք իրենց շնորհիվ ենք կանք, ապրում ենք հանգիստ մեր երեխաները մենք վայելում ենք այս կյանքը, խաղաղ քուն ենք մտնում, ցանկանում եմ բոլորին խաղաղ, բարի, անփորձանք ծառայություն, Աստծո կամքով թող վերադառնան ամեն մեկը իրենց ընտանիքների, իրենց ծնողներին, շնորհավորում եմ սիրելիներս բոլորիդ, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, հաջող տարի, ուրախ, անփորձանք, շատ լավ տարի թող լինի բոլորիս համար, թող մեր հրեղեն ձիու տարին բոլորիս բերի խաղաղություն, երջանկություն, հաջողություն, եռանդ, ուժ ու աշխատասիրություն, որպեսզի կարողանանք աշխատենք, բոլորս ստեղծենք, մեր նպատակներին հասնենք, սրտան շնորհավորում եմ ու սիրում եմ բոլորիդ շատ, սրտիկներս կարոտել էի ձեր հետ այսպիսի անմիջական, այսպես զրույցին, քանի որ տոներն էր, մի փոքրիկ խառը, այսպես հասկանում եք բոլորդ, մի փոքրիկ վլոգներն էին ուշանում, ինչի համար ներողություն եմ խնդրում բոլորիցդ, բայց մինչ դա ուզում եմ շատ մեծ շնորհակալությունս հայտնել բոլորիցդ, սիրտիկներս, իմ բարիներ, իմ լավ ընկերներ, իմ արդեն հարազատ դարձած յութուբյան ընտանիք, դուք այնքան լավն եք, այնքան բարի ու դրական եք, այնքան լավ խոսքեր եք ասել ինձ, իմ ընտանիքին, իմ երեխաներին, որ շատ, որ ինձ սենց ոգևորում է, շատ ինձ ջերմացնում է, ինձ շատ եմ, որ զգացված եմ զգում, որ օտար մարդիկ դարձել են ինձ արդեն հարազատ, սիրում են մեզ, սիրում են իմ երեխաներին, իմ ընտանիքը և ուզում են մեզ միշտ տեսնեն, սրտիկներս, աշխատում եմ, կաշխատեմ, դե հասկանում եք երեխաների հետ, դպրոց, պարտեզ, Սոնասը, հիմա ես այսօր տանը մենակ եմ, Սոնաս դպրոցից եկավ, գնաց նկարչական, հայրիկը տարավ, հայրիկը գնաց քաղաքիր գործերով, իր աշխատանքին, Հովուլես պարտեզը, թե չէ հիմա բարևել էր իր սիրելիներին, շատ սիրում եք Սոնայի, շատ լավ խոսքեր եք ասում իմ Սոնայի ու Հովուլին, ինձ, այսպես այսօր տանը ուզում եմ ասեմ այս պահին պատրաստվել եմ, ասեցի վլոգը կնկարահանեմ ու կվազեմ Հովուլիս հետևից, հետո Սոնայից, միասին բոլորով արդեն երեկոյան տուն կգանք, ուզեցի անպայման միանամ ձեզ, զրուցեմ ձեզ հետ, իմ շնորհակալությունը հայտնեմ սիրելիներս, այն որ սենց մի փոքրիկ ամփոփում, որ պետք է անեի նոր տարուց առաջ, մինչ 2026 թվականը, բայց չկարողացա անել ժամանակի առումով, ես ուզում եի շնորհակալությունս հայտնել 2025 թվականին, տարբեր առումներով, քանի որ տարին այնպես չի, որ անցել այսպես իդեալական, հարթ, այսպես սիրելիներս հարմար դնեմ, այսենց որ ինձ էլ հարմար լինի նստեմ, եղել են շատ լավ, շատ դժվար, շատ սենց ասեմ, միանշանակ չի անցնում տարին, ինչպես որ բոլորդ գիտեք, եղել են թե լավ և դժվար, թե ուրախ, երջանիկ, պահեր, օրեր, ինչի համար ասում եմ շնորհակալություն 2025 թվականին, քանի որ տարբեր բնագավառներում էլ, որ հայտնվում ես տարբեր լավ, վատ, դժվար օրեր ես անցկացնում, դու դրանցից շատ դասեր ես քաղում, շատ բաներ ես սովորում կյանքից, մի խոսքով կյանքը ինքը ամբողջությամբ սովորացնում է մարդուն, քանի մենք գնում ենք, քանի թեկուզ ինչքան էլ մեծանանք, սովորելու բաներ ունենք, մենք անելիքներ ունենք այս կյանքում, շնորհակալություն եմ հայտնում իմ ձեռքբերումների համար, իմ ձեռքբերումներից ամենակարևորը նախ
շատ լավ մարդիկ էին իմ կյանքում, որ ես ունեցա 2025 թվականին, այդ մարդկանցից շատ շնորհակալ եմ, ես շնորհակալ եմ Աննա Քուրիկին, որի մասին շատ լսել եք դուք, շնորհակալ եմ նաև իր քույրիկին, ով վարում Անժելայի համեղ խոհանոցը, իսկ Աննա Քուրիկս վարում Family Video America vlog-ը, սիրելիներս ինչի համար եմ սա ասում, որ իրենց շնորհիվ ես ունեցա իմ ալիքը, իրենց շնորհիվ ես ունեցա իմ YouTube-յան ընտանիքը, ձեզ ունեցա, դա իմ համար շատ մեծ կարևոր ձեռքբերում էր այս 2025 թվականին, քանի որ դրվեց հիմքը իմ վլոգի, իմ ալիքի YouTube-յան, շատ շնորհակալ եմ ես իրենց երկու քույրիկներից էլ, իրենց բարի, իրենց լավ, իրենց աստվածավախ մարդկային տեսակով, ես ցանկացած նյութական բան դնում եմ մի կողմ, սիրելիներս, մարդկային արժեքներից կարևոր ոչինչ չկա այս կյանքում, ինչի համար ես իրենց մեջ գնահատում եմ դա, շնորհակալ եմ թե ալիքիս համար, թե իմ սիրելի Անժել Քուրիկին ինձ ցանկացած հարցում օգնելու, աջակցելու համար, թե իմ ալիքը իր էջով ներկայացնելու համար, հարցնում եք Անժելային, սիրելիներս, այս մոտ օրերս մի քանի անգամ լայվ արեց, ուղիղ եթեր արեց, որին շատերդ միացաք, ինչպես գիտեք, այնտեղ ներկայացվեց նաև իմ ալիքը, որ միանակ իմ ալիքին, սիրելիներս, իրենք սրտանց ուզում են օգնած լինեն իմ ալիքին, որպեսզի մենք հասնենք 1000 բաժանորդին, շատերը կան, որ հարցնում են ու չգիտեն, թե ինչպես բաժանորդագրվեն, հիմա ցույց տամ, սիրելիներս ձեզ, ինչպես են բաժանորդագրվում, օրինակ ցանկացած ալիք, եթե վերցնենք, բաժանորդագրվելու, շատերը ասում են, որ ինձ նույնիսկ զանգել են, անի ինչպես են դա անում, լավ, եկեք սենց ասեմ, մի րոպե, այստեղ ես, ես աստեղից ես ադպիսացա կանեմ, ես իմ մյուս հեռախոսով դուրս կգամ իմ ալիքից ու նորից պատպիսկա կտամ, որ դուք տեսնեք ու հասկանաք, ոնց է լինում. Նայեք, այստեղ բերելա Անի Family Vlog, Անի Family Vlog, նայեք, ես դուրս եկա, այստեղ մտնում ենք էջը, մտանք իմ էջ, սիրելիներս, սա իմ էջն է, այստեղ մեծ գրածա պատպիսացա, նայեք, ես տվեցի պատպիսացա, զանգակը բերեց, զանգակի վրա սեղմում ենք զանգակի վրա և նշում ենք վսե, այս ինչի համար եմ ասում, սիրելիներս, նշում ենք ամենավերևինը, վսեն, որ, եղավ, վի պատպիսնի ու զանգակը պարտադիր, որ համ օգնեք իմ ալիքին, որ մեծանա իմ ընկերների քանակը, համ էլ առաջինը ձեզ մոտ գա իմ գցած վիդեոներ, այսինքն երբ որ ես տեղադրեմ վլոգ, մի անգամից անմիջապես ձեզ մոտ կբերի, որ ես վլոգ եմ ու դուք առաջինը կտեսնեք, սա բաժանորդագրվելու ձևը ես որոշել էի ցույց տալ, քանի որ շատերը չեն կարողանում, սիրելիներս օգնեք թեկուզ ձեր ընտանիքի անդամներին, ովքեր որ կարողանում են դա անել, արեք, թող բաժանորդագրվեն եւ անպայման զանգակը սեղմեն, որ իմ վիդեոները առաջինը հասնի ձեզ։ Շնորհակալ եմ շատ նոր իմ բաժանորդներին, շատ մարդիկ են ինձ միացել, շատ մարդիկ են նոր հետևորդներին մեջին միացել, ինչի համար շնորհակալ եմ սիրելիներս բոլորիցդ, նոր եք իմ ալիքում, վիդեոները նայել եք, գրել եք, արդեն մեկնաբանությունների տեսքով կարդացել եմ, սիրելիներս ես ոչ մի մեկնաբանություն բաց չեմ թողնում, պարտադիր բոլորին պատասխանում եմ, սենց ասեմ, կա YouTube-ում, չգիտեմ, ես կարողա լրիվ տեղյակ չեմ, սխալ ինֆորմացիա չեմ ուզում տալ ձեզ, բայց այսպիսի բան եմ լսել, որ կարող է, հնարավոր է, ցանկացածին է, ու միշտ չի, պահի տակ կարա լինի դա, որ YouTube-ը օրինակի համար մեկնաբանություն գրեք ու չնայեք մինչև վերջ, հիմնականում երևի դրա պատճառով է լինում, մեկնաբանությունը գրեք, բայց վլոգը մինչև վերջ չդիտեք, ձեր մեկնաբանությունը ջնջվի, ինձ թվում է դրա պատճառով շատերը ինձ գրել են,
Տաթևս էլ ա գրե, Տաթև ջան, սրտիկս, քեզ շատ սիրում եմ, ոնց որ դու ես ինձ շատ սիրում, ու քո քույրիկն ես ինձ համարում, ես նույնպես բոլորիդ շատ սիրում եմ, բոլորիդ մեկնաբանությունները, ովքեր որ գրել են արդեն ճանաչում եմ, անպայման պատասխանում եմ, սրտիկս նորից եմ ասում, մեկնաբանությունով էլ էի գրել, հնարավոր է YouTube-ի խնդիրը, անպայման դիտիմ ինչև վերջ տեսանյութը, գրի մեկնաբանությունը, թեկուզ եւ ջնջվի էլ հաջորդին կգրես, ես պարտադիր տեսնում եմ, պատասխանում եմ, հատուկ դրա համար ժամանակ եմ ես տրամադրում, քանի որ դա էլ իմ այսպես ասած պարտականությունն է, քանի որ ես նկարահանում եմ սիրով, դուք դիտում եք, ձեր ժամանակը տրամադրում եք, դուք էլ մեկնաբանություն եք գրում ինձ, ոնց կարող եմ ես չպատասխանել, պարտադիր, սիրում եմ բոլորիդ, սրտիկներս, համբուրում եմ բոլորիդ, այսպես ամփոփելով 2025 թվականը շնորհակալություն հայտնելով նրան իր լավ բաների համար, մենակ եկեք վերցնենք լավը, որովհետև դժվարությունները պահի տակ լինում են բոլորիս մոտ, բայց դրանք պետք է պատվով հաղթահարենք ու դուրս գանք ու ինչը մենք անում ենք բոլորս, եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն ամենը առաջինը, ձեր կյանքում բոլորը սիրելիներս ունեցեք, առաջինը ձեր սրտում Աստծուն, քանի որ Աստվածը մեր կյանքում ամեն ինչը հենց այնպես չի լինում, խնդրում ենք Աստծուն, շնորհակալություն ենք հայտնում ամեն ինչի համար, խնդրում ենք մեր ընտանիքի համար, որ ամեն առավոտ արթնանում ենք մենք, երեկոյան էլ միասին, որ սենց հավաքվում ենք իրար գլխի, այսպես ասած, սրտիկներս թող Աստված բոլորիդ ընտանիքներին պահապան լինի, իմ ալիքում իշխում է դրականը, ինչի համար անչափ շնորհակալ եմ, իմ Աստծուն, ես հասկանում եմ, որ այս ալիքը բացվել է, այս ալիքի հիմքը դրվել է մի հատ բարի, մի հատ յուրահատուկ, մի հատ լավ անձնավորության կողմից, ում ես նորից գիտեմ, որ Աստված արեց այդ ամեն ինչը, հենց այնպես չի լինում, ու այդպես դրական ձևով էլ, թե ալիքի աճը, թե դիտումները, սիրելիներս, թե սենց առաջ խաղացումը, թե դրական աուրան, որ գալիս է ինձ, դա իմ համար աշխարհ արժե, հավատացեք, լուրջ եմ ասում, ու միշտ ես Աննա քուրիկիս ասում եմ, Աննա քուրիկ, լուրջ եմ ասում, այն որ սենց դրական ձևով, ի սրտե, բարին ինձ կամենալով, իմ լավը կամենալով բացվել է ու դուք եք իմ կողքին, քո քույրիկի հետ այսպես համախմբված, ոգևորված, մեծ սրտով, մեծ սիրով ուզում եմ, որ ես առաջ գնամ, ուզում եմ, որ իմ բաժանորդները ավելանան, իմ աշխատանքը գնահատվի, սիրվի, այդպես էլ լինում է, սրտիկներս, ունեմ շատ լավ հետևորդներ, 2 ամիս չկա, որ բացել եմ ալիքը, 600 հետևորդ ունեմ, դա շատ մեծ առաջ խաղացում է, ունեմ հազարավոր դիտումներ, բայց սրտիկներս խնդրում եմ ձեզ, որ նայում եք 1000, 2000, նույնիսկ 3000 ու ավել դիտումներ ունեն, խնդրում եմ բաժանորդագրվեք, շատ օգնած կլինեք ինձ, դա ինձ համար շատ հաճելի կլինի, շնորհակալ եմ բոլորիցդ նախապես, սրտիկներս, այսպես, ուզում եմ ասեմ, որ շատ կարևոր է մեր կյանքում դրականը վերցնելը, լավը վերցնելը, բացասականը ամեն տեղ կա, բացասական ամեն ինչ, որ ցանկացած բնակավարում կա, բայց մի փոքրիկ սենց ձեզ չի վերաբերվում, դուք տեսնում եք իմ սերը, իմ ուրախությունը, իմ ջերմությունը փոխադարձա, մի հատ այսպես փոքրիկ անցումը անենք, որ չխոսեմ, նույնիսկ արժանի չեն նման մարդիկ, որ ես իրենց մասին խոսեմ իմ ալիքում, բայց եկեք մի հատ այսպես փոքրիկ անցում կատարեմ, նախ ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ ու անցնեմ առաջ սրտիկներս, թե ալիքի հետ կապված, թե նվերների հետ կապված, թե ցանկացած բանի հետ կապված կլինի վլոգում կամ վլոգից դուրս, եղան մի փոքրիկ այսպես, ոնց ճիշտ անվանեմ, որ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, Ինձ մարդկանց սրտերը շատ նեղվեց, չեմ ուզում վիրավորեմ, իրենց հավասարվեմ, իրենց մակարդակին իջնեմ, որ սից փուճուր մի հատ մասա,
նախանձմասա, որոնց մասին նույնիսկ չարժե խոսել, դա իրենց սիրտն է, դա իրենց սրտի կամեցածն ու ցանկությունն է, որ սենց բացասական բան ուզեցին ուղարկեին ինձ, բայց իրենց մոտ ոչ մեկի մոտ դա չի ստացվելու, ես գնալու եմ մինչև վերջ առաջ։ Ես սկսել եմ սա Աստծով, սա հենց այնպես չի եղել, ես վաղուց ուզեցել եմ, բայց երբեք քայլեր չեմ արել, բայց եկավ հասավ այն պահը, որ հայտնվեցին իմ կյանքում այնպիսի մարդիկ, որ ստեղծվեց այս ալիքը, ամեն անգամ էլ չասեմ, դուք չմտածեք, որ անդադար ասում եմ, հոգնածնելու կարիք չկա, ուղղակի դա իմ միջի շնորհակալությունն ու երախտագիտությունն է, սիրելիներս, այդ պուճուրիկ, չարամիտիկ, չարակամիկ մարդկանց ասեմ, որ ձեզ մոտ այն չարը, որ նստված կա տվել, այն չկամությունը, որ ձեր մեջ կա, որ դուք մարդկանց չեք կամենում բարին, նյութականը էլ չասեմ, թեկուզ նվերները էլ չասեմ, չփորձեք, երբեք մտածեք, կամ լավ, թող ուրախանա, կամ արժանի չէր, կամ ոնց հենց ինքը որտեղից, որտեղ Ամերիկայից, չգիտեմ, թեկուզ Անժելաց Ռուսաստանից, տո շատ իմ վլոգեր ընկերներ Աննա ֆամիլին, որ ինձ սենց մեկը մեկով օգնեցին, իմ սիրելի տիկին Մարինան, սենց ասեմ, շատերը, իմ արդեն կոլեգաները, սրտիկները շնորհակալ եմ բոլորիցդ հատառատ, հենց եկավ հիմքը Family Video Ամերիկայից, հետո իմ սիրելի Անժել Քուրիկից, հետո Աննայիցս, հետո տիկին Մարինայիցս, հետո այնտեղ սիրելիներս, եթե անուններ չեմ հիշում, խնդրում եմ ինձ կներեք, բայց շնորհակալ եմ բոլորիցդ հատիկ առ հատիկ իմ ալիքը ներկայացնելու, ինձ օգնելու, ցանկանալու իմ ալիքի զարգացմանը։ Այդ պուճուրիկ չկամ մասան, որ թե վլոգի տակ ձեր, ես կարդացել եմ, թե սենց ասեմ, կողքից, առօրյա կյանքից, որ ինձ նկատվեց ու հասավ, որ մարդիկ շատ են նեղվել, իրենց սրտին չի նստել այս բարությունը, այս կամեցողությունը, շատ են, որ սենց ծանր տարել, քանի որ իրենք այնքան չար ու նախանձ են, իրենք այնքան չկամեն, որ քեզ չեն կամենա, քո երեխաներին չեն կամենա, բարին չեն կամենա մարդկանց ընդհանրապես, մենակ կուզենան վերցնեն, մենակ կպահանջեն, որ իրենց, սիրելիներս, այդպես չի լինում, Աստված բարի մարդկանց են, որ սենց կարող է սենց մի հատիկ են, որ դուք ինքներդ շատ լավ գիտեք, լույս վառվի, հնարավորություն ստեղծվի, որ այդ մարդու կյանքում փոփոխություն, հնարավորություն, առաջ խաղացում, առաջ ընթաց լինի, իսկ եթե հանկարծ չարական մտքով անգամ անցնի, որ լավ, թող ուրախանա, որ դա ժամանակավոր է, այս կյանքում ամեն ինչն է ժամանակավոր, մարդիկ են ժամանակավոր, հարազատ քույր եղբայրներն են ժամանակավոր, էլ չասեմ այդ վատ բաները, որ ինչքան վատ բաներ ենք մենք մեր կյանքում տեսնում, իսկ դուք երբեք չմտածեք վատով, որ մի օր չի լինելու, օրինակի համար իմ կյանքում կամ նվերներ, կամ այնպիսի լավ մարդիկ, կամ ինձ նվերները բացարձակ չեն հետաքրքրում, դա արվել է իր սրտե, բարի կամքով, մտածելով իմ ուրախության, իմ երեխաների, ինձ սիրելու արդյունքն է դա, իսկ ձեզ ասեմ, որ թեկուզ մինչև նվերները սիրելիներս, ես այնպես չի, որ ոչինչ չեմ ունեցել, որ այդ նվերներով պետքա բան անեի, դուք էլ նենց ծանր տարաք, փառք Տիրոջը, փառք եմ տալիս ես իմ Տիրոջը, էլ չթվարկեմ, ես ունեմ ամենաթանկարժեքը այս կյանքում, ընտանիք, դրանից են կողմ, ոչ մի նվեր, ոչ մի հարստություն, ոչ մի շքեղություն, թեկուզ լինի աշխատանք, որ դուք կարող եք մտածեք, սա էլ իմ աշխատանքն է, հələ մի հատ պատկերացեք ինչ հնարավորություն է, սա էլ իմ աշխատանքն է լինելու, թեկուզ եւ նույնիսկ բերանս չի գնում ասեմ, այս լավ մարդիկ, այս բարեկամեցող մարդիկ, ոչ թե նվերների պահով եմ ասում, մի պահ, թեկուզ բոլորիս կյանքում լավ եք հասկանում, լինում են, սենց ոնց է ճիշտ բացատրեմ, հասկանում եք ասածիս իմաստը, չեմ ուզում ուղղակի ասեմ դա, ովքեր իմ կյանքում կան, բարի, լավը, կամեցող, թող միշտ լինեն, թող միշտ իմ կողքին լինեն, սիրում եմ բոլորիդ, Աստված օրհնի ձեր բարի տեսակը,
Իսկ ովքեր որ շատ ծանր տարան ու մտածում են, որ դա ժամանակավոր է, այս կյանքում ամեն ինչ ժամանակավոր է։ Իսկ մենք պետքա վերցնենք, հիշենք, գնահատենք լավը։ Եթե նույնիսկ մի օրել են, որ ասում ոնց ասում, լեզուս չորանա չասեմ, չլինի այս լավ մարդիկ իմ կյանքում, ես ուրիշ բաները չեմ ասում։ Ես իրենց հիշելու եմ լավով, իմ երեխաները հիշելու են լավով, իմ ընտանիքը հիշելու է լավով ու օրնելու եմ ես բոլորին, ինչը որ արվել է բարի ու լավ սրտով սիրելիներս։ Դա միշտ հիշեք, չմտածեք երբեք, չեք կարող լավություն անեք, չեք կարողանում հարցնեք նույնիսկ Անի ջան, թեկուզ սա իմ աշխատանքն է, ես բոլորին միշտ հարցրել եմ, կլինի իրանց աշխատանքը, իրանց ամեն ինչը, ես դրական մարդ եմ, ես աստվածավախ մարդ եմ, ես միշտ տալիս եմ իմ լավագույնը, քանի որ դա մեր ընտանիքում դա դրված կա, իմ ամուսինն էլ այդպես, որ մենք պետք է մենք լինենք լավագույնը, տանք լավագույնը, իսկ դիմացիները ոնց կվերաբերվեն, ոնց կընդունեն, իրենց չար ու նախանձ սրտով ինչքան կնստեն քննարկեն, իմ հետաքրքիր կյանքը, իմ հետաքրքիր աշխատանքը, իմ գեղեցիկ ու շքեղ նվերները, ցանկանում եմ այդ նվերներից ձեզ, որ Աստված սիրի ձեզ, այնքան բարիացեք, որ որտեղից որտեղ մարդիկ հայտնվեն, որ ձեզ էլ անեն, լավ նվերներ, քանի որ Աստված բարիներին է բերում ու այսպես սենց լույս վառում իրենց կյանքում, հնարավորություն ստեղծում։ Իսկ ես կցանկանամ, դուք հակառակն եք ցանկանում, որ մի օր այսպես կնստեք ու կսպասեք ձեր չարակամ սրտով, որ մի օր չեն լինելու այս մարդիկ, այս հնարավորությունները, այս նվերները իմ կյանքում, թող ձեր կյանքում լինեն սիրելիներս։ Աստված ասում է, չարին չարով մի հատուցեք, որ բարին կա ձեզ։ Դրա համար սրտիկներս, ես շեղվեցի իմ լավ ու բարի թեմայից, բայց պետք է սա ասվեր ու անցներ առաջ։ Ցանկանում եմ բոլորին բարիություն, բարիացեք մի փոքրիկ, որ Աստված սիրի ձեզ եւ ձեր ընտանիքները։ Այս կյանքում ոչինչ չի որոշվում, ոչ նվերով, ոչ հնարավորություններով, ոչ չգիտեմ ինչերով, հասկանում եք։ Մարդկային սիրտը լավը լինի, բարին լինի։ Դրա համար նստեք, մտածեք ձեր կյանքի մասին, նստեք քննարկեք միմյանց հետ ձեր անելիքների մասին, մտածեք, որ Անին ապրում է խաղաղ, երջանիկ իր համար, իր ընտանիքով, իր աշխատանքով, իր երեխաներով, իր հոգսերով, իր անելիքներով, իմ անելիքները իմն են, ոչ մեկինը չի, ոչ մեկդ էլ չեք գալիս, չեք անում, դրա համար մի մտածեք, մի նեղվեք, մտածեք ձեր անելիքների մասին, սիրելիներս, ցանկանում եմ բարին, ցանկանում եմ լավը, Աստված թող օրնի բոլորիդ ընտանիքները, երեխաներին, առողջ եղեք, իմ հայ ազգ, բարիացեք, բարիներին էլ, բարի կամեցողներին էլ, մի նստեք ու քննարկեք կամ գնացեք ու գրեք, տակը չգիտեմ ինչ, որովհետև դուք չեք կամենում, բայց մարդիկ միմյանց օգնելով գիտեն ինչ են անում, սիրելիներս դուք չէ որ պետք է ասեք, եթե արել են, արվում է ու կարվի, դա ձեր խնդիրը չի, հանգիստ ապրեք, իսկ եթե հաճելի չի, ուղղակի ալիքը թերթեք, քանի որ ես ունեմ ինձ շատ սիրող հետևորդներ, որոնց ես փոխադարձ շատ սիրում եմ, զրույցս մի փոքրիկ երկարեց, բայց ասելիքներ կար, սիրելիներս կներեք ինձ, բայց ասելիքներ կար, լավ եղեք, բարի եղեք, սիրելիներս, Աստված ամենակարևորը բոլորիս ընտանիքներին պահապան լինի, կյանքը շատ կարճ է, կյանքը շատ թանկ է, կյանքը մեկ անգամ է տրվում, եկեք սիրենք, բարին տանք, կամենանք, ամեն մեկս մեր հնարավորության ու սրտի չափով, եկեք մեր սիրտը այնքան մեծ լինի, որ ամենակարևորը անկեղծություն ու սեր տանք, եղավ սիրելիներս, դե ինչ պաչիկ եմ անում բոլորիդ, զրույցը շատ երկարեց, ասելիք կար ասելու, ասեցի, շնորհակալություն կար, տարին ամփոփելու կարիք կար, ամեն ինչի կարիք կար, սենց կուտակվել էր, որ ես չէի ասնում, նստեի ու զրուցեի ձեր հետ, կներեք ինձ, թող սա էլ լինի այսպես ձեր հետ շփման զրույց, մի փոքրիկ, եթե հանկարծ ինչ-որ բան կարողանամ վլոգին միացնեմ, բայց կուզենամ հենց այսօր տեղադրեմ, քանի որ
չեմ ուզում ուշացնեմ, սպասում եք, շատ եք գրում, սրտիկներս շատ եք գրում, որ շուշուտ վլոգներ տեղադրեմ, շատ տեղադրեմ, սրտիկներս կաշխատեմ, դա էլ է աշխատանք, դա էլ է ժամանակատար, շնորհակալ եմ, որ սպասում եք, որ սիրում եք ինձ ու իմ ընտանիքին, սիրելիներս, այսպես ուզում եմ մի փոքրիկ նվերներ ունեմ ցույց տալու իմ սիրելի Անժել Քուրիկն ինձ ուղարկել, ամանորին պետք է հասներ, բայց մի փոքրիկ ուշացավ, անկեղծ որ ասեմ, ոնց որ Աննա Քուրիկը, իր քույրիկը, իրենք հալալ քույրեր են, սիրելիներս, իրենք հրաշք յուրահատուկ անձնավորություններ են, ես նորից եմ ասում, դա նվերները կապ չունի, այն ձև են սիրում ինձ, իմ ընտանիքին, իմ երեխաներին, որ մենք զրուցումել ենք շատ, որ կարող է իրենք մեկ էլ երեխաները բարև են, զրուցենք, սեն զրույցի ընթացքում երեխաների ցանկությունները հարցնեն, ուզենան, ուրախացնեն երեխաներին, իրենց կամքով, իրենց սրտով, իրենց կամեցածով, ամանորյա նվերներ էր արել մեզ բոլորիս, Անժել Քուրիկս, դե Աննա Քուրիկիս արածները տեսակ, սիրելիներս, շնորհակալ եմ ես երկուսիցդ էլ շատ, ուղղակի Վալբերիսով էր արել, մեր ձմեռ պապիկը Վալբերիսի ուշացրեց երեխաների նվերները, իմը հասել է տեղ, ուզում եմ կիսվեմ իմ նվերներով, հետո որ երեխաներին է գա, անպայման կկիսվեմ ձեր հետ, սրտիկներս, ինձ սենց, ասեմ առաջինը, ես բացել եմ, դե պարտադիր պետք է բացեի, Անժել Քուրիկս ինքը ինձ ասեց, որ Անի ջան պարտադիր բացի, հանկարծ ներողություն եմ խնդրում, հանկարծ կոտրված չլինի, որ կարողանանք նորը վերցնենք, հանկարծ եթե խնդիր լինի, սիրելիներս ինչպես տուփից հասկացաք, unboxing, ես հիմա ունեմ Ամերիկայից իմ ստացած փոքրիկ շտատիվով էի նկարում, են որ ինքը գիտի այդ մասին, որ ես փոքրիկով եմ նկարում ու ինձ արել է նվեր մեծ շտատիվ, որ որտեղ կանգնած կլինեմ, խոհանոցում լինեմ, թե ցանկացած ինքը կառավարվում է իմ վլոգների համար, իմ աշխատանքի, սիրելիս Աստված շատ օրհնի քեզ, քո բարությունը, սրտիկս, արդեն ասել եմ, իմ սրտի խոսքը, անչափ շնորհակալ եմ ես քեզանից, որ դու այսքան լավն ես, այսքան սրտիկ ես դու ու քո քույրիկը, նույնպես դուք երեք քույրիկներով շատ լավն եք, շատ սիրում եմ բոլորիդ, եկեք հանենք, ես արդեն նախապես բացել եմ Վալբերիսում, եկեք սենց մի հատ սիրելիներս, սենց անեմ, որ չկոտրենք, քանի որ ինքը, վсё, ներսում, սա էլ հանենք վրայից ու ձեզ հանգիստ ցույց տա, երևում է սրտիկներս լավ, այկեք այսինչ մոտիկ դնեմ, նայեք, ուրեմն սա իրա այսպես մենշոչիկով, տոպրակով սիրում, որ ես կարողանամ, եթե ուզենամ ինձ հետ վերցնեմ, ճանապարհ գնալիս կամբա, այսպիսի շտատիվը, ինքը գիտեք տարբեր չափերի է ինքը դառնում, էլ չբացեմ, սիրելիներս, ինքը 2.10 բոյ ունի, մետր այդքան բացվում է, կառավարվում է տարբեր ձևով, իր գլխիկները ունի, սա ամբողջությամբ շտատիվն է, շատ լավն է, որական տիրա, կյանքս որակը սպասվածից էլ են, որ շատ լավն է, Անժել Քուրիկ ջան, շատ ապրես, արևս, իմ աշխատանքը են, որ ավելի լավը դարձնելու համար, սա նայեք այսպիսի, եկեք բացեմ, դուք էլ տեսեք, դեսա մեր վլոգերների աշխատանքի հետ կապված, ինքը ամենակարևոր հեռախոսն է ու շտատիվը, ճիշտ է, ձեռքի էլ է լինում, հետո ձեռքի էլ ձեռք կբերեմ, որ սիրելիներս, որ նկարում եմ, ես այսպես կարողանամ պահեմ, շատ չխաղացնեմ էլի հեռախոսը, որ կադրը շատ չթրթռա, սա այսպես տեղավորվում է սրա վրա, սիրելիներս, ամուսինս ինքը հավաքեց ընդեղ, փորձեց լրիվ, ինքը տեղին է, այսպես ասած, սա հեռախոսի արդեն, նայեք ինքը սա ինչի համար է, ես եթե կամերա հետո ունենամ, եթե ուզենամ ունենամ, հեռախոսով եմ աշխատում, կարող եմ կամերա էլ տեղադրել տարբեր կամերաների համար,
Սա արդեն Ոյ, ներողություն։ Նայեք սիրելիներս, այսպես կառավարվում է։ Սա հեռախոսի համար է, տարբեր չափի է լինում, շատ ամուր է ու այստեղ sense փափուկ բան կա, որ հեռախոսը չվնասի, սրանք էլ ռեզիններ են։ Գայլ է տեղադրվում դրա վրա։ Եկեք սա բացենք։ Սա պետք է ճղվի։ Մի րոպե հասկանամ։ Չէ։ Այսպես է։ Այստեղ ինչ-որ թղթիկ կա, եկեք նայենք։ Ներողություն Աղմուսի համար, սիրելիներս, տեսնենք սա ինչ է։ Լավ, հասկացա։ Սա պուլտի մասին է, սա պուլտն է, սիրելիներս։ Սա պուլտն է, որ ես օրինակի համար, որ կադրը լինում է, պետք է սեղմեմ ստոպ, կանգնացնեմ կադրը, ես էլ չեմ մոտենա հեռախոսին, այսինքն շտատիվը որտեղ որ դրված լինի, ես նկարահանելուց լինեմ, ես սրանով կսեղմեմ ու ստոպ կտամ կադրը ու կնկարեմ, այստեղ համ նկարելն է, համ ստոպն է, հեսա իրա մասին այստեղ տեղեկություն կա, անպայման ես կկարդամ, անպայման կօգտագործեմ, անպայման օգտագործելու եմ, քանի որ շատ կարևոր էր, շատ իրոք անհրաժեշտություն էր ինձ համար, սիրելի շնորհակալ եմ մտածելու, հողոք տանելու ամեն ինչի մասին, իմ աշխատանքի մասին ամենակարևորը, սա շատ կարևոր էր ինձ համար, շնորհակալ եմ, Աստված օրհնի քո բարի տեսակը, այն որ բոլորն էլ սիրով սպասում են Անժելայի համեղ խոհանոցին, վերադարձիր, հուսով եմ ժամանակ կունենաս, կվերադառնաս ու բոլորիս համար համեղ վլոգներ կտեղադրես, բոլորս քեզ շատ սիրում ենք, սպասում ենք, Աստված շատ օրհնի քեզ ու քո գեղեցիկ լավ ընտանիքը, համբուրում եմ սրտիկս, սա այսպես, սիրելիներս, սա էլ հիմա ցույց տամ ինչ նվեր արեց իմ սրտիկը, ինքը մենք որ զրուցում էինք, ինքը գործ էր անում, ինքը ինձ ցույց տվեց, մաքրություն էր անում, ասեց Անի ջան, գիտես, այս կտորները ինձ փրկել են, ապակիները ջրով լվանում ես, սովորական պինդ քամում ես, փայլացնում է ապակիները, կարիք չկա հետևից չորացնելու, նույնիսկ ասեց Անի ջան, կարող եմ բաժակները սրանով հատուկ պահել, փայլացնել բաժակների համար, յուրահատուկ են որ բաներ, մեկ էլ զանգի ասում է, Անի ջան, այդ կտորներից քեզ էլ եմ պատվիրել, կգնաս կվերցնես, պատկերացնում եք սիրելիներս, այն որ սենց տնավարի, հավեսով, հարազատի նման, երեխաներիս հետ տատիկի նման են, թե Աննա քուրիկը, թե Անժել քուրիկս, թե ինձ հետ, այն որ սենց ասեմ, ծնողի պես են, կամ ինձ անվանում են իրանց պուճուրիկ աղջիկը, կամ իրանց պուճուրիկ քուրիկը, իրենք են, այդ ձև են, որ սենց լուրջ եմ ասում, կարևոր չի, նորից եմ ասում սրանք, բայց այս ամեն ինչի մեջ սեր կա, հոգատարություն կա, ջերմություն կա, այն որ սենց մտածում են քո մասին, քո երեխաների, քեզ լավ ես զգում, շոյված ես զգում, նայեք ինչ փափուկ է, ինչ լավն է, շատ լավն է, սիրելիներս, մի օր անպայման ձեզ հետ սրանով մաքրություն կանեմ, ցույց կտամ, Անժել քուրիկ, բայց իսկապես Անժել քուրիկ ջան, շատ ընտիր է, ապրես սրտիկս, ես սրանք պարտադիր կօգտագործեմ, մեզ ինչա պետք մեր կանանց մաքրության պարագաներ, սա էլ այսպես սիրելիներս, սա իմ ամանորյա նվերներն էր, ինչի համար շատ շնորհակալ եմ, երեխաների նվերները երևի թե շուտով կհասնեն, մի փոքրիկ ուշացում է տալիս Վալբերիսը, բայց ոչինչ չենք բանանում, կհասնեն, երբ որ կհասնեն, այն ժամանակ կնկարեմ, կտեղադրեմ ալիքումս, դե ինչ, այսքանը սիրելիներս, ավարտեմ երևի թե այստեղ վլոգը, եկեք այսպես խոսքս ավարտեմ, վլոգին էլ ավարտ տամ, եթե հանկարծ շարունակեմ նկարել, կնկարեմ, կտեղադրեմ, եթե չէ, թող այս զրույցը փոքրիկ լինի ալիքում, թող այս շնորհակալությունը, այս ջերմ խոսքերս փոխադարձ լինի ալիքում, մի խոսքով, սա պետքա մնա ալիքում, որը ես շատ ուզում էի, մի մոռացեք, նորից եմ ասում, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակը,
լայքեք, որ ալիքը տարածվի, սիրելիներս, դա ձեզանից ոչինչ չի գնում, ուղղակի օգնելու եք ինձ, իմ ալիքին և օգնելու եք ալիքի տարածմանը, դա բոլորովին ձեզանից ոչինչ չի տանում, մի վայրկյան այսպես ժամանակ, բայց ինձ համար շատ մեծ արդյունք կլինի ու շատ հաճելի կլինի, շատ շնորհակալ եմ նախապես բոլորիցդ, անչափ շնորհակալ եմ, դե ինչ համբուրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ, որ լավ մարդիկ ունեմ դրական, բարի իմ կողքին, իմ հետևորդները բոլորը դրական ու լավ մարդիկ են, թող Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, սիրելիներս, դե ինչ, եկեք անջատեմ, հաջողություն ասեմ, ավարտեմ վլոգը այսօրվա, դիտեք, հաջորդիվ էլի տեսանյութեր կտեղադրեմ, կաշխատեմ, չուշացնեմ, պաչում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, սիրելիներս, ես էլ ավարտեմ, արդեն ժամն էլ որ նայեմ տեսնեմ, քանիսն է, պետք է վազեմ իմ ճուտիկներիս հետևից, ինչպես տեսակ ես հագել էի իմ ամանորյա նվեր ստացած ամուսնուս կողմից, այսպես, եկեք մի փոքրիկ հեռու դնեմ, նայեք ինչքան գեղեցիկ է ինքը այսպես, թույլիկ, լավ, հավեսին, ինչ որ ես շատ սիրում եմ, գրեք ինձ սազում է թե որ, սա իմ գույնն է, ինձ սազում է ինձ դուր է եկել, շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ, շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում, ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ ամուսնուն ևս, որ ինձ, այսպես ասեմ, աջակցում է, որ իմ կողքին է, ավել խոսքեր, այսպես չասեմ, ամպագորգոր, ամենակարևորը ինքը գիտի, իրեն շնորհակալ եմ, բոլորիցդ շնորհակալ եմ ամեն ինչի համար, դե ինչ սիրելիներս, ամանորյա վլոգին տեսակ մի պա իրեն, ես հատուկ էի դրել շնորհավորանքի համար, որ ուզեցի ինքն էլ մասնակցի վլոգին, ուզեցի, որ դուք տեսնեք, շատ ցանկացողներ էիք եղել, որ ինչու չի նկարահանվում, դա էլ իր ժամանակը ունի, դա էլ իր սենց հերթով կգա իր ժամանակին, պետք է համբերել, սպասել, ամեն ինչին հասնում ենք բոլորս այս կյանքում, փուլ առ փուլ, քայլ առ քայլ, դե ինչ, պակա, հաջողություն, լավ մնացեք, սիրելիներս,